Շատ հետաքրքիր է իմանալ, պարոն Կարապետյանը դատարանում խոսք ասել է։ Այո, ինքն իր դիրքորոշումը հայտնել է ներկայացված մեղադրանքի, ներկայացված միջնորդության վերաբերյալ, որ բացարձակ անհիմն է, որևէ հանցանքի մասին խոսելը առնվազն անլուրջ է։ Դա պարոն Կարապետյանի խոսքն էր դատարանում։ Ես բառացի չեմ մեջբերի, այո, պարոն Կարապետյանը իր դիրքորոշումը հայտնել է, կտրուկ դեմ է, ինչպես պաշտպանության կողմը։ Իսկ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր խոսել է այս մասին, այս զարգացումները, նա սպասում էր, որ այսպիսի բան կհաջողվի Մենք էմոցիոնալ հարցերին չենք կարող պատասխանել, իրավական հարցերին կպատասխանենք։ Իսկ դատախազը ինչպես է հիմնավորում, օրինակ այդ հայտարարությունը ինչպես է։ Իմ կարծիքն եք ուզում, դատախազը չի կարողանում հիմնավորել, եթե իմ կարծիքն եք ուզում։ Իրավական առումով հեծը վերցնելու ինչ մեթոդներ կարող է իշխանությունը։ Մենք հեծի հարց չենք քննարկել։ Ասեք մեղադրող դատախազի անունն ազգանունը։ Չեմ ցանկանում ասել։ Իսկ ինչպես է հիմնավորում այս հարցը։ Չեմ կարող ասել։ Ուղղակի հետաքրքիր է շատ, թե դատախազը ինչպես է այդ փոքրիկ մեկնաբանությունը հիմնավորում որպես։ Նախ ձեզ մի հետաքրքիր հանգամանք նշեմ, որ որպես կանոն կալանքի միջնորդությունների քննարկման ժամանակ ներկա է լինում գործը քննող քննիչը։ Հազվադեպ է լինում, երբ մասնակցում է նաև հսկողություն իրականացնող դատախազը, տվյալ միջնորդության քննարկմանը ներկայացել էին 2 քննիչներ, որից մեկը ընթացքում հեռացավ եւ դատախազ, այսինքն ներկայացել էին 3 քննիչներով։ Ինչ է սա նշանակում։ Կարելի է ենթադրել, որ նաև ճնշման այսպիսի մեթոդեր, որ տեսեք մենք 3 հոգով ենք եկել, այսինքն հարգելի դատարան, այս գործը մեր համար շատ կարևոր է։ Զգացվեց դատավորից ճնշվածություն, պարոն Հակոբյան։ Նիստ վարելու ընթացքում չզգացվեց։ Դատավորը Արտակ Կարապետյան։ Այո։ Իսկ ուզում էի հարցնել ինչ է քաղաքական ճնշում դուք տեսնում եք, դուք կարծում եք, որ սա քաղաքական։ Այդ հարցին պատասխանել են արդեն ոչ իրավաբանները, ես իրավական գնահատական եմ տալիս, բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական process-ի ականատեսը չենք։ Պարոն Հակոբյան, եթե իրավական process-ի ականատես չենք, իրավական լուծում ակնկալում եք այս դեպքում։ Եթե իրավական լուծումը այս պահի դրությամբ, օրինակ քննիչի ներկայացված միջնորդությունը մերժելն է։ Իսկ ինչու ժամի առումով չի նշել, պարոն Հակոբյան, կա նման ընթացակարգ, որ սովորաբար ժամային առումով չեն նշում, գնում են խորհրդակցական սենյակ։ Եթե ժամ չեն նշում, ուրեմն մի քիչ շատ պետք է աշխատեն կամ իրանք չգիտեն ինչքան պետք է աշխատեն այդ որոշման վրա։ Մոտ 4 եւ ավելի ժամ նիստ եղավ, դատավորը պետք է այդ ամեն ինչը թղթին տա։ Հնարավոր է այսօր չհրապարակվի դա։ Մեզ ասեց պատրաստ լինելուն պես եւ ասեց ժամ չեմ նշում, հրապարակելուց 30 րոպե առաջ աշխատակազմը մեզ տեղյակ կպահի։ Պարոն, ես մի փոքր ուշ եկա։ Դուք ինչ եք։ Չէ։ Արտոնեսի դեկտոր է։